կյանքեր։ Մեր պետությանը միայն պաշտպանության բանակին այդ 44 օրերի ընթացքում պատճառելով շուրջ 5 միլիարդ դոլարի նյութական վնաս։ Արցախի առհասարակ քաղաքացիական օբյեկտների ընդհանուր վնասը գնահատված է ամենամոտավոր հաշվարկներով մոտ 100 միլիարդ դոլար։ Եվ դրա դիմաց ինչ են ստացել այս ամենի հեղինակները։ Պարգևավճարներ պարգևատրել են իրենց օրենքով չնախատեսված ֆինանսավորումից դուրս, ձեռք են բերել տներ, առանձնատներ, տնավեր դարձնելով 100,000-ավոր մարդկանց։ Իսկ ինչ են արել այդ պատերազմի արդյունքները։ Վերածել կապիտուլյացիան նորից 21 թվի պատերազմի, 21 թվի պատերազմը նոր կապիտուլյացիայի, խախտելով բոլոր բանակցային ձևաչափերը, կասկածելի ձևաչափերով, տանելով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6, որին նախորդել էր ջերմուկի պատերազմը, բայց իմ քեռին չի կարա լավ լինի, որովհետև նրա անվանակից թոռնիկը Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող, զոհվել այդ պատերազմում։ Իմ քեռին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք։